Բարի երեկո, եթերում է Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է առնվազն մինչև 2025 թվականի վերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին վարչապետը հայտարարել է Պրահայում, մասնակցելով Հայաստանը փոփոխվող աշխարհում խորագրով քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին։ Հայաստանի կառավարությունը Հարավային Կովկասում կենտրոնացած է խաղաղության օրակարգի վրա։ Եվրոպական այս հարթակից ևս մեկ անգամ հայտարարում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ մեր օրերում բոլորը ձգտում են անվտանգության, բայց ըստ նրա միայն խաղաղությունն է կարող ապահովել հուսալի անվտանգություն։ Հայաստանի ղեկավարը հիշեցնում է, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագիծը։ Իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ գործընթացը գնում է իրագործման և խաղաղության հասնելու ուղով, հետաքրքրվում է քննարկման մոդերատորը։ Գիտեք, հենց այն փաստը, որ մենք համաձայնեցրել ենք կոնկրետ նախագիծ, նշանակում է, որ դա արդեն ձեռքբերում է։ Այժմ անհրաժեշտ է, որ այդ նախագիծը կյանքի կոչվի։ Ընդհանուր առմամբ ես վստահ եմ, որ կհասնենք դրան, քանի որ կարողացել ենք շատ բան իրականացնել։ Իդեպ դրան զուգահեռ անցած տարի Ադրբեջանի հետ կարողացանք սկսել մեր սահմանի սահմանազատման գործընթացը։ Այս պահին շուրջ 12 կիլոմետր սահման արդեն սահմանազատված է։ Շատ կասկածներ կային, թե արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան դա անել, սակայն այժմ մենք ունենք կոնկրետ օրինակ, շատ կոնկրետ խաղաղության մեկ կտոր, որովհետև սովորաբար ես ասում եմ, որ մեր սահմանի սահմանազատված հատվածը անվտանգության երաշխիքներով տարածք է եւ դա իրականություն է։ Այս համատեքստում վարչապետն այստեղ ևս ընդգծում է իր կարգախոսը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Այս համոզմունքով Հայաստանը նպատակ ունի մինչև 2025 թվականի վերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտել և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ստեղծված բանակցային կառույցները։ Ադրբեջանը բարձրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման հարցը եւ ընդհանուր առմամբ դա մեզ համար ընդունելի օրակարգ է, բայց կա շատ կարևոր նրբերանգ։ Մենք պետք է համոզված լինենք, որ բացառվում է իրավիճակը, երբ հակամարտության էջը փակվում է Ադրբեջանի տարածքում, բայց վերածվում է Հայաստանի տարածքի նկատմամբ նոր պահանջների։ Իսկ այդպիսի պահանջներ արդեն նկատելի են։ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, ադրբեջանական որոշ շրջանակներ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ն անվանում են Արևմտյան Ադրբեջան, ինչն ըստ վարչապետի տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը սակայն պատրաստ է արագ շարունակել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման եւ ավերացման ուղղությամբ, իսկ տևական եւ մնայուն խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը կարևորում է փոխադարձ կախվածությունների միջավայրի ստեղծումը, որի համար լավագույն գործիքն ըստ նրա ենթակառուցվածքն է։ Հենց այս նպատակի համար է Հայաստանի կառավարությունը մշակել խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը վերաբերում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը։ Հայաստանի ղեկավարի գնահատմամբ սա իր հերթին կդառնա շատ կարևոր գործոն տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար, ինչը Փաշինյանի խոսքով քննարկվում է հարևանների հետ։ Հարևաններից Թուրքիայի հետ հարաբերությունների մասին ևս հետաքրքրվում է եվրոպացի լրագրողը։ Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ եւ այդ հանդիպումները եղել են կառուցողական։ Ճիշտ է, գետնի վրա դեռ շոշափելի արդյունքներ չունենք, սակայն ունենք կարևոր առաջընթաց։ 3 տարի առաջ, օրինակ, եթե Հայաստանը ցանկանում էր պարզել Թուրքիայի դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ստիպված էր դիմել երրորդ երկրի միջնորդությանը։ Այսօր մենք ուղիղ կապ ունենք մեր հարևանների հետ եւ նույնիսկ ամենօրյա շփում։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման եւ տնտեսական կապերի ամրապնդման, ինչն ըստ նրա ժամանակի հարց է։ Սա կապված է նաև տարածաշրջանային լայն տնտեսական օրակարգի հետ, բայց ինչպես արդեն ասել եմ, մենք հետևողականորեն շարժվում ենք կայուն խաղաղության հաստատման օրակարգով։ Դա մեր պարտականությունն է եւ մենք վճռական ենք դրան հասնելու։ Այս ուղղությամբ Հայաստանը տեսնում է նաև Թուրքիայի պատրաստակամությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցանկությունը խաղաղության հասնելու։ Նիկոլ Փաշինյանի խոսքով կան որոշ նրբերանգներ, որոնք պետք է հասցեագրել, բայց վստահ է, դա կկարողանան անել։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գլոբսեգ 2025 ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ։ Հանդիպանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռուստազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Գործընկերները քննարկել են վերջին զարգացումները եւ մտքեր փոխանակել արկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան Արարատ Միրզոյանը ընդգծել է տարածաշրջանում ռիսկերը կառավարելու եւ էսկալացիայից խուսափելու կարեւորությունը։ Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում ատոմային էներգիայի միջազգային գործակալության քննարկումների շուրջ, X իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի է լարվում։ Առավել մանրամասն մեր հաջորդ ռեպորտաժում։
Իրանը երեկոյան զանգվածային պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։ Գործողությունը, որը ստացել է իրական խոստում 3 անվանումը, իրականացվել է մի քանի ալիքներով, որոնց ընթացքում կիրառվել են հարյուրավոր հրթիռներ, այդ թվում բալիստիկ։ Իսրայելի ամբողջ տարածքում միացվել են օդային տագնապի ազդանշանները։ Ամբողջ գիշեր աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Թել Ավիվում, Երուսաղեմում եւ այլ քաղաքներում հզոր պայթյուններ են որոտացել։ Թել Ավիվի մի քանի շրջաններում ավերածություններ են եղել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածները հասցվել են Իսրայելի տասնյակ թիրախների, ռազմական եւ օդային բազաների։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ իրանական հրթիռները 2 անգամ խոցել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքը։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են 2 զոհի եւ ավելի քան 70 վիրավորի մասին։ Իսրայելի դեմ պատասխան գործողություն սկսելուց առաջ Իրանի հոգեվոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեսաուղերձով դիմել է ժողովրդին։ Մեր սիրելի ազգին ցանկանում եմ ասել, որ սիոնիստական ռեժիմը մեծ սխալ է թույլ տվել անխոհեմ արարք գործել։ Աստծո կամքով դրա հետևանքները կկործանեն այդ ռեժիմը։ Իրանի ժողովուրդը թույլ չի տա, որ իր արժեքավոր նահատակների արյունը անվրեժ մնա եւ չի անտեսի իր օդային տարածքի խախտումը։ Մեր զինված ուժերը պատրաստ են եւ երկրի պաշտոնյաներն ու ողջ ժողովուրդը զինված ուժերի կողքին են։ Իսրայելն Իրանի դեմ պատերազմ է սանձազերծել, թող հույս չունենան, թե կկարողանան խուսափել մեր ուժային պատասխանից։ Իսրայելի վարչապետը նույնպես դիմել է Իրանի ժողովրդին, կոչ անելով ապստամբել։ Նա նաև նշել է, որ գործողությունները կշարունակվեն։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ անդրադառնալով իրանական հարվածներին ասել է, որ Իրանը հատել է կարմիր գծերը, երբ հանդգնել է հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին եւ կապահովենք, որ այաթոլաների ռեժիմը թանկին վճարի իր հանցավոր գործողությունների համար։ Առավոտյան արդեն Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Իսրայելը ընդլայնում է Իրանի տարածքում միջուկային ծրագրի դեմ ուղղված գործողության մասշտաբները։ Իսրայելի վարչապետի խորհրդականի խոսքերով հարվածները հասցվում են տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմաբազաների եւ ռազմավարական ենթակառուցվածքի ուղղությամբ։ Իսկ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Թեհրանի տարածքում տասնյակ տարբեր օբյեկտների են հարվածել։ Կրկին թիրախավորվել են Նաթանզում եւ Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման օբյեկտները, Քերմանշահում եւ Խորամաբադում գտնվող հրթիռային բազաները։ Հարվածներ են հասցվել նաեւ Սպահանին, Թավրիզին եւ Իրանի այլ խոշոր քաղաքներին։ Իրանական Ֆարս լրատվականը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռներ, այդ թվում մի քանի F-35 կործանիչներ։ Հաղորդվում է, որ խոցված իսրայելական կործանիչներից մեկի օդաչուն գերի է վերցվել։ Բացի այդ, իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանում արգրավել են Մոսադի գործակալների մեքենաները, որոնք տեղափոխում էին անօդաչու թռչող սարքեր։ Իդեպ Իրան-Իսրայել լարվածության ֆոնին ՄԱԿ-ի անվտանգության հրատապ նիստ է գումարվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական եւ քիմիական աղտոտվածություն։ Ռաֆայել Գրոսին նշել է, որ միջուկային օբյեկտներում ռադիոլոգիական եւ քիմիական աղտոտվածությունը կարելի է վերահսկել ճառագայթային պաշտպանության միջոցառումներով։ Նա ասել է, որ այս զարգացումները խորապես մտահոգիչ են։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտների վրա հարձակումները երբեք չպետք է տեղի ունենան անկախ համատեքստից կամ հանգամանքներից, քանի որ դրանք կարող են վնաս հասցնել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրին։ Նման հարձակումները լուրջ հետևանքներ ունեն միջուկային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու անվտանգության համար։ Գրոսին նշել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան ապահովելու համար, որ միջուկային օբյեկտները լիովին պաշտպանված լինեն եւ կարողանան շարունակել օգտագործվել խաղաղ նպատակներով։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս շուտ այցելել Իրան, իրավիճակը գնահատելու եւ անվտանգությունն ապահովելու համար։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանցակից է կատարվածին։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան էլ հայտարարել է, որ Իրանի համար շատ ծանր հետևանքներ կլինեն, եթե Թեհրանը թիրախավորի ԱՄՆ քաղաքացիներին ամերիկյան ռազմակայանները կամ ենթակառուցվածքը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն Օմանի հետ խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին եւ Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հարվածները կարող են Թեհրանին դրդել ավելի լուրջ բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ։ Լրագրողի հարցին, թե արդյոք Իսրայելի հարձակումը կարող է վտանգել միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորումը, Թրամփը պատասխանել է. Ես այդպես չեմ կարծում, հնարավոր է հակառակը, հնարավոր է հիմա նրանք լուրջ բանակցություններ վարեն։ Սպիտակ տան առաջնորդը հավելել է, որ Թեհրանը դեռ հնարավորություն ունի միջուկային գործարք ընկել Վաշինգտոնի հետ, այլապես շատ ավելի վատ կլինի։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների 6-րդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին Օմանում։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։
Նկատի ունենալով Իսրայելում ստեղծված իրավիճակը, Իսրայելում Հայաստանի դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին եւ արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Ավելի վաղ նման հորդորով Հայաստանի քաղաքացիներին էր դիմել նաեւ Իրանում Հայաստանի դեսպանությունը։ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտաբ մեկնել են Սյունիքի մարզ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնում է, որ չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում Մեղրի, Ագարակ եւ Քաջարան համայնքներում։ Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։ Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորինգ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին ազգային տոնի թագավոր Չարլզ III-ի ծննդյան օրվա առիթով։ Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնելու գործընկերային կապերն ու ամրապնդելու երկկողմ համագործակցությունը, առաջնորդվելով Հայաստան Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգով։ Իշահ մեր երկրների եւ ժողովուրդների նշված է ուղերձում։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է։ Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասրել Թել Ավիվին, հարձակելով ավելի քան 100 հրթիռ։ Երկու կողմերում էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Ինչպես կզարգանան իրադարձությունները եւ ինչ հանգուցալուծում կստանան։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսեյնի հետ։ Պարոն Հոսեյնի, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Նույնպես է շնորհակալություն հրավիրելու համար։ Ընդհանուր իրադրությանն անդրադառնանք, ինչ իրավիճակ է Իրանում։ Ինչպես լուրեր են տարածվում, հիմա շարունակում է Իսրայելի հարձակում է Իրանի վրա, նաև Իրանի հարձակում է մի քանի փուլ դեղի ունեցել Իսրայելի վրա ամբողջ գիշերը, ինչպես նշեցիք, Իրանը հարվածել է թիրախներին, նպատակներին եւ հիմա շարունակվում է այդ նման երկու կողմերի հարձակումը եւ Իրանը ցույց տվեց գիշերը մի քանի երկիր Իրաքի օդի տարածքից սկսած մինչև Սիրիայի օդի տարածքը, Հորդանանի օդի տարածքը մի քանի երկիր համատեղ ուժերով փորձեցին Իսրայելի օդային տարածքը պաշտպանել, Միացյալ Նահանգներն, Ֆրանսիա, Բրիտանիա, Հորդանիա եւ այլ երկիրներ են նշում համատեղ ուժերով նաև դադելով տեսանյութներ, դադելով ինֆորմացիաներ տեսնում ենք, որ բոլոր այդ շերտերը, հոբերի շերտերը իրանական հերթիրները անցել են եւ շատ հերթիրները հաջող հասել են նպատակին եւ թիրախավորել են նպատակին եւ հիմա շարունակում է Իրանի դեմ կատարվել է Իրանի տարածքային ամբողջականությունի դեմ ոդենզկությունը կատարել եւ Իրանը հիմա գտնվում է հարկատերված պատերազմի մեջ Իրանի զինված ուժերը լիարժեք պաշտպանում են Իրանի տարածքները սկզբից մի քիչ հոբե ակենգալի եղավ Իրանի մի քիչ խնդիրներ կային հոբի հետ ինչ որ օպերացիաներ էին արել հոբի համար բայց հիմա մենք տեսնում ենք լիարժեք հոբեր աշխատում են բայց ամեն դեպքում հերթիրներ կան որ նպատակին հասնում են վնասում են Իրանի տարածքները ռազմական եւ միջուկային զարակի օբյեկտները ամեն դեպքում երկու կողմը շարունակում են թիրախավորել մեկը մյուսին եւ
դա Իրանը մագի անվտանգությունին նամակ է, պաշտոնական նամակ է ուղարկել, որ իրավունք ունի մագի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն պաշտպանի իր տարածքը եւ պատասխան դա ագրեսորին Իսրայելը աբակիչ բեդությունը սույս տվեց նույն այդ ժամանակ որ Իրան եւ Միացյալ Նահանգները բանակցությունների գործընթացների մեջ են հենց նույն բահին Իրանին որբեսի վնաս հասցրեն բանակցությունների գործընթացներին եւ տապալեն բանակցությունները նման ոտնձգություն արեցին Իրանի դեմ։ Պարոն Հոսեյնի, այն որ լարվածությունը կար ակնհայտ էր, խոսքը Իրան-Իսրայել լարվածության մասին է, բայց թվում էր թե ձեր մատնանշած Միացյալ Նահանգներ եւ Իրան բանակցությունները գնում էին դինամիկ փուլով, այսինքն այդ մասին կողմերը եւս հայտարարում էին Այդ դեպքում ինչու է ձեզ Իսրայելը հարվածեց եւ հաշվի առնելով բարձրաստիճան զինվորականների զոհվելը կարող ենք ենթադրել որ այս հարվածը անսպասելի էր Իրանի համար որովհետև պետք է գիրակի օրը դեղի ունենար 6-րդ փուլը բանակցություններին Միացյալ Նահանգները եւ Իրանի մինչեւ եւ երկու կողմերը հայտարարել էին դրա մասին մենք չենք սպասում մինչեւ բանակցությունների ավարտը Միացյալ Նահանգները թույլ տա Իսրայելին որ հարված հասնի մի քանի անգամ Թրամփը դրա մասին խոսել է որ մինչեւ հայտարարել է որ մինչեւ այդ բանակցությունները չի ավարտվի, արսունքի չի հասնեն կամ զախողվեն, մենք թույլ չենք տալիս զգուշացել էր Իսրայելին, մի քիչ ագենգալի էր մեր համար, բայց ամեն դեպքում մենք պատրաստ ենք ամեն ինչի համար, բոլոր սցենարների համար, որովհետև մենք գիտենք, եթե բանակցությունները զախողվի, այդ կողմից սպառնալիքներ կային Իրանի դեմ բայց եղավ ինչ եղավ եւ հիմա փաստորեն տապալվել է բոլոր բանակցությունների գործընթացները Միացյալ Նահանգները ցույց է տալիս որ վստահելի կողմ չի բանակցելու համար եւ Իսրայելը ցույց է տալիս միայն ուժի լեզու է հասկանում Այն հարվածները որ եղան գիշերը Իսրայելի ուղղությամբ Իրանը համարում է որ դրանք համարժեք պատասխան են համարժեք որովհետև բարձրաստիճան զինվորականներ են սպանել համարժեք չեն բայց Իրանը ուժը հարվածներ է հասել շատ թիրախներին ռազմական թիրախներին եւ ռազմավարական թիրախներին Իսրայելին եւ իհարկե այդ արիմով հավասար էր այդ արիմով նույն բալանսը բահմանվել է պատասխան եւ հակահարվածի մինչեւ եւ հիմա Իրանը փորձում է զգուշացնել է բոլոր կողմերին որ նոր փուլը եթե Իսրայելը շարունակի նոր փուլի հարձակում է քանի անգամ ավել կլինի քանի անգամ ավելի ուժեղ կլինի եւ զգուշացնել է Ֆրանսիային Բրիտանիային եւ Միացյալ Նահանգները եթե նոր փուլի մեջ համագործակցեն Իսրայելի հետ Իրանի դեմ Իրանը զգուշացել է բոլոր կողմերին որ բոլոր ռազմաբազաները դարաշրջանում իրենց ռազմաբազաները եւ նավերը Փարսից ծոցում օրինական թիրախ են Իրանի համար ով որ երկիրը Իրանի թշնամի հետ եւ ագրեսորի հետ համագործակցի Իրանը նույնպես համարում է թշնամի եւ թիրախավորում է Ինչպես են կարողացել ներթափանցել Իրան-իսրայելական կողմից եւ ճշգրիտ հարվածներ հասցնել այնպիսի բարձրաստիճան զինվորականների եւ սպանել ինչպիսին զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը սրանք հարցեր չեն առաջացրել Իրանին Ոչ հասցված լուրեր կան, որ Իրանը մինչև 6-րդ փուլը պատրաստում էր, այսինքն հենց շտաբի պետը 2 օր առաջ հայտարարեց, որ պիտի տեղի ունենա զորավարժություն ամբողջ Իրանի տարածքում, որպեսզի սպառնալիքները չզոքացնեն, հենց զորավարժությունների ոչ պաշտոնական եւ հաստատված լուրեր կան, որ հենց զորավարժ
շարժությունները գազմագերբելու համար որոշ ռազմական ղեկավարները հավաքվել էին Էշտապում եւ գազմագերբչական գործեր էին անում, որը անսպասելի թիրախավորվում է հենց Էշտապի շենքը եւ զոհվում են բարձրաստիճան զինվորականները։ Ամբողջ գիշեր նաև տեղեկություններ էին տարածում իրանական լրատվամիջոցներով, թե Թեհրանը կանցկացնի միջուկային զենքի փորձարկում, որքանով է հավաստի եւ հնարավոր այս ամենը։ Եթե զսպող ուժ չկա, եթե Իրանը բանակցեց Միացյալ Նահանգների հետ, սկսեց բանակցել Միացյալ Նահանգների հետ եւ Արևմուտքի հետ, որբեսի ոչ մի հարձակում Իսրայելի կողմից չի լինի միջուկային օբյեկտների վրա եւ իրանական ռազմավարական օբյեկտների վրա, եթե Միացյալ Նահանգները մինչեւ հիմա փոխարեն զսպի Իսրայելին հակառակ աջակցում է կանաչ լույսը ցույց տալիս, եթե ոչ մի զսպող ուժ չկա Իրանի տարածքային ամբողջականությունը դեմ բոլոր հարձակումները, բոլոր ոդենզգությունները չզոքացնել, Իրանը ջար չի ունենալու, հնանավոր է Իրանը փոխի իր միջուկային ծրագիրի դոկտորինը եւ գնա միջուկային ռումբ ստեղծելու ճանապարհը հնանավոր է նման սցենարը քննարկում են հիմա Իրանի հետ, որովհետեւ մենք տեսնում ենք հյուսիսային Կորեա եւ որ միջուկային զենք ունի, ինքը ապահով է, գարա բոլոր սպառնալիքները իր երկրի դեմ չզոքացնի, եթե ոչ մի կողմը չի օգնելու Իրանին, չզսպում ագրեսորին եւ այդ ահաբեկչական պետությունին Իրանի դեմ այդ նման ոդենզգություն անել, Իրանը կարող է այդ ճանապարհել գնա։ Իրանի զինանոցում կա ռազմավարական գործիք, շատ փորձագետների գնահատմամբ դա Հորմուզի նեղուցն է, որի փակումը կհանգեցնի, ասում են, նավթային ճգնաժամի։ Արդեն տեղեկություններ կան, որ Իրանը դիմել է այդ քայլին։ Ինչ է սրանով փորձում անել Թեհրանը, եթե այդ տեղեկությունները հավաստի են։ Միշտ սցենարների մեկը եղել է Հորմուզի նեղուցի փակումը, միշտ Իրանի ռազմական ղեկավարությունները դրա մասին խոսել են, Իրանը կարա ազդի էներգետիկ տրանզիտի վրա եւ հստակ այդ շուկային վնաս հասնի, որը բոլոր երկրների շահից չի բխում եւ պետք է բազի Հորմուզի նեղուցը Իրանը ունի Բաբոլ Մանդաբի նեղուցը, որ հութիներ են վերահսկում, այնտեղ էլ Իրանը հնանավորություն ունի եւ մինչեւ այդ քանի ամիս տեսել ենք այդ հնանավորությունները ունեցել է, որ Խոչընդոտի տրանզիտը այնտեղ, նավային տրանզիտը այնտեղ եւ այդ դարբերակներից մեկը, որ Իրանը կարա դիմի եւ մյուսը միջուկային դոկտորին է իրանական փոխվի եւ այլ խաղակարգները, որ Իրանը ունի հակազդել այդ ագրեսիային եւ դադարեցնել չզոքացնել այդ ագրեսիայի իր երկրի դեմ։ Այսինքն Հորմուզի նեղուցը դեռևս փակ չէ։ Դեռևս փակ չի։ Ստեղծված իրավիճակը կարող է լարվածություն առաջացնել նաև Իրանի ներսում, որովհետև Իսրայելի վարչապետը ուղերձով դիմել էր նաև իրանցիներին, նրանց կոչ անելով ընդվզում իրականացնել եւ ըստ էության իշխանափոխության կոչ արել նաև Իրանի ներսում։ Ոչ այդ բոլոր փորձերը բադմիթունը ցույց է տվել, երբ որ արտաքին վեդանգա եւ արտաքին սպառնալիքներ կան Իրանի դեմ, բոլոր Իրանի ժողովուրդը իրանց հակասությունները, իրանց խնդիրները մի կողմ են դնում եւ համախմբվում են եւ հիմա մենք տեսնում ենք նման բան տեղի ունենում եւ արտաքին սպառնալիքներ կան, ներքին խնդիրները հաշվի չեն առնում, երկրորդական, 10-րդականը դառնում եւ միայն համախմբված Իրանի ժողովուրդը պաշտպանում է իր երկիրը եւ իր հայրենիքը եւ պատրաստ է ամեն ինչ անել իր երկրի համար։ Իսկ որքանով եք հավանական համարում, որ այս առճակատումը արդեն լայնամասշտաբ կդառնա եւ ամբողջ տարածաշրջանը կընդգրկի։ Ռիսկը շատ մեծ է, որովհետև մենք տեսնում ենք ոչ մի երկիր մինչև հիմա անգամ ՄԱԿ-ը չի հակազդում եւ չի միջնորդում, որպեսզի այդ ագրեսիայը Իրանի դեմ դադարվի եւ եթե նման կամ չկա որը մի կողմի հետ մենք շատ
հնանավոր է լայնազավալ դարաշրջանում լայնազավալ պատերազմի մեջ լինի եւ որովհետեւ Իսրայելի շահը եւ Իսրայելի գոյությունը կապված անգայնություն դարաշրջանում ինքը երբ որ Միացյալ Նահանգները եւ Իրանը սկսեցին բանակցություններ ամեն ինչ արեց որ այդ բանակցությունները տապալվի ինքը չի ուզում տեսնի որ Իրանը եւ Միացյալ Նահանգները եւ Իրանը եւ արևմուտքի մեջ խնդիրները լուծում են եւ Իրանը այլ դիրք է ստանում դարաշրջանում ամեն ինչ անում է որ տապալի բոլոր գործընթացները եւ տեսնում ենք ագրեսիային է դիմում բոլոր միջազգային իրավունքների օրենքների դեմ է կենում եւ ոչ մեկը չի դատապարտում եւ չեն գայնացնում իրան Պարոն Հոսեյնի, ինչպես է ստացվում նաև, տեսեք, դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, որ Իրանի հակոթային պաշտպանության հետ կապված որոշակի անակնկալներ եղան, բայց հիմա ամեն ինչ ըստ ձեզ կարգավորված է, բայց ինչպես է ստացվում, որ օրինակ փոքր Իսրայելը կարողանում է այսպես ներխուժել հասնել Իրանի ներսում եւ կարողանալ չեզոքացնել հակոթային պաշտպանությունը Միացյալ Նահանգները ինչպես իրենք էլ հայտարարում են շատ մոդեռն զենքեր են դրամադրում Իսրայելին եւ նաեւ համ տեխնիկապես համ լոջիստիկ աջակցում են Իրաքի պետությունը բողոքել է ՄԱԿ-ի անվտանգությունի խորհրդին որովհետեւ Միացյալ Նահանգները Իրաքի օդը բազը թողել որ ջեղքեն օթանավները Իսրայելի եւ մտնեն Իրաքի տարածքում եւ այնտեղից հարված հասնեն Իրանին իհարկե Իրանի հոբը շատ լավ աշխատել է բազ ունեն իհարկե խնդիրներ որը բազը թողվում եւ նպատակին է հասնում ամեն դեպքում միջուկային ծրագիրը շուրջ շատ լուրջ խնդիր մենք չենք կարող տեսնենք, որովհետև միջուկային կազմակերպությունի Իրանի միջուկային կազմակերպությունի նախագահը ասել է, որ մինչև հարձակումը մենք նախապես այդ բոլոր կարևոր տեխնիկաները եւ ուրանի կապված հարստացման տեխնիկաները եւ հենց հարստացված ուրանը պահեստավորել ենք շատ անվտանգ տարածք եւ շատ հիմա այդքան հիմա շենքերի մասին է խոսքը եւ որոշ տեխնիկաները որը Իրանը կարա շատ շուտ վերակայնի իր հարվածները որ ստացել է նաեւ հոբը Իրանի հոբը որոշ հարվածներ ստացել տեղափոխել են այդ հոբը եւ հիմա մենք տեսնում ենք լավ աշխատում ամեն ինչը եւ վերջում շատ հակիրճ եթե հնարավոր է կարող է Ադրբեջանը օգտվել Իրանի այսպես ասենք իր սեփական հարցերով զբաղվածությունից եւ ոտնձգություն իրականացնի Սյունիքի ուղղությամբ պատրաստ է այս սցենարի դեպքում Իրանը կանխել այդ քայլերը Միանշանակ, որովհետև մենք էլ մտահոգված ենք, միշտ Իրանը զգուշացել է, որ որը մի երկիրը եթե Իսրայելի հետ համագործակցի կամ առիթ ուզենա օգտագործի եւ նման նկերտումները Իրանի կարմիր գծերը հատնի, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունը Զանգեզուրի միջանցք է եւ ուղիղ կապ ունի Իրանի անվտանգությունի հետ, Իրանը կնախազերնի գործողություններ անգամ դեպքում, որովհետև դա ուղիղ կապված է Իրանի անվտանգությունի հետ եւ մենք կարմիր գիծ ենք համարում դա։ Շնորհակալություն։ Նույնպես է շնորհակալ։ Հեռանկարում Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Փույա Հոսեյնին էր։